Կալանավոր Սուրեն Մուրադյանը ձախ ձեռքն ու ոտքն արդեն 10 օր է չի կարողանում շարժել։ Ուղեղի երկրորդ կաթվածն է ստացել, այս անգամ ամբողջովին թուլացել է նրա ձախ կողմը։ Ճնշումս բարձրացավ ռիսկի միանգամից։ Տղաները չափեցին 170, 150-ի վրա էր, թե ինչքան էր։ Ու էլ չեմ հիշում ոչ մի բան։ Ընկել եմ, հենց սկսի մեր բժիշկը եկել է, երևի տղաներ ասեցին, ասում մի ժամ մոտ ուշագրած վիճակ էր մոտը, ձեռները թուլացած, խցակիցս ասեց, ասում հանգիստ պարկած էիր, ֆիլմ էինք դիտում, առանց որևէ բանի, ասում տեսա ուղղակի ոտքդ ընկավ կրավատից ոնց դուրս ընկավ էլի, առանց որևէ բան։ Մի անգամ տեսա, որ չկա մարդու։ 42-ամյա Կալանավորը տարիներ առաջ ստացած ուղեղի աջակողմյա կաթվածի հետևանքով արդեն իսկ տեղաշարժման խնդիրներ ուներ։ Ավելի վաղ անդրադարձել էինք դրանց, ցույց տալով, որ չի կարողանում ինքնուրույն քայլել, ուտել եւ տեղաշարժվել հիմնարկում։ Ֆակտոր TV-ի տեղեկություններով առողջական խնդրի վերջին սրումից հետո Կալանավորին հաջորդ օրը տեղափոխել են հիվանդանոց, սակայն ոչ մի հետազոտություն չեն կատարել եւ կրկին ուղարկել բանտ։ Հաջորդ օրը հիմնարկի մասնաշենքի բժիշկն անձամբ հեշտափոխնություն կանչել եւ Մուրադյանի հետ կրկին գնացել հիվանդանոց, պահանջել տեղում համակարգչային տոմոգրաֆիա իրականացնել։ Այս անգամ հետազոտել են եւ պարզել, որ ուղեղում մի քանի օր է օջախ կա, ինչից հետո միայն նոր հոսպիտալացրել են։ Տեղաշարժվել չեմ կարող ընդհանրապես կալյասկայով գնում եմ տուալետ, այնտեղ օգնում են, էլի հետ եմ գալի, ուրիշ ոչ մի բան։ Ոտքի վրա չեմ կարող կանգնեմ, քանի որ համեմատած դե աշխուղմս էլ է ինսուլտ արած, աչքս էլի կանգնում եմ, բայց ձախը չեմ զգում ընդհանրապես։ Մուրադյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ է գրեթե 2 տարի։ Ասում է, առաջին իսկ օրից ունեցել է առողջական լուրջ խնդիրներ։ Դրանց մասին մի քանի անգամ արձանագրել է նաև քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը։ Մեկ կողմը արդեն իսկ չէր աշխատում, որովհետև ինսուլտի հետևանքով, կաթվածի հետևանքով թուլացած էր եւ խցակիցներն էին նրան օգնում տարրական կարիքները հոգալու, իրեն խնամելու եւ տարբեր այլ հարցերով։ Դեռևս անցած տարվա մայիսին Մուրադյանի խնդրանքով այցելել են քրեակատարողական հիմնարկ եւ արձանագրել խնդիրները։ 2 ամիս անց նշանակվել էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզվի, արդյոք կալանքը համատեղելի է հիվանդության հետ։ Փորձաքննությունը կատարվել էր որոշումից ավելի քան 1 ամիս անց, սեպտեմբերի սկզբին, իսկ պատասխանը ստացվել միայն նոյեմբերի կեսին։ Ֆակտոր TV-ի գրավոր հարցումից, բազմաթիվ ահազանգերից, գերատեսչություններ զանգերից եւ հարցերից հետո հանձնաժողովը որոշել էր, որ Սուրեն Մուրադյանի հիվանդությունը կալանքի հետ համատեղելի է եւ կարող է շարունակել մնալ անազատության մեջ։ Տալիս է ցանկ ու տալիս է, որ անհամատեղելի է իշեմիկ տիպի ինսուլտով գրի կալանքը, առանց խնամքի, առանց որևէ վերականգնողական բուժումների, բայց վերջին ես չեմ անում խի։ Ու պրիզան, որ հիմնարկի բժիշկները զարմացել են, ասում ոնց եմ մերժել։ Դե իրանք պահեն, ոնց են պահել այս մարդուն։ Կալանավորի առողջական վիճակը վերջին նիստերի ընթացքում վատացել է նաև դատարանում, ինչի հետևանքով ստիպված է եղել շտապօգնություն հրավիրել։ Չնայած դրան հունվարի 26-ին դատավոր Արման Բաբախանյանը որոշում է կայացրել մինչև մայիսի 9-ը երկարաձգել Սուրեն Մուրադյանի խափանման միջոց կալանքի ժամկետը։ Ես գոյացության պատճառն է, բժիշկներն են ասում, հիմնականում դու պիտի պարկած լինես, միջև փորձեն դեղամիջոցներով, տոկերով, ինչ-որ ալցերնաբուժություններով, շո փորձեն այդ ուղղությունը հետ քաշեն։ Այսօր Սուրեն Մուրադյանը չգիտի դեռ ինչքան կպահին հիվանդանոցում, արդյոք կտանեն վերականգնողական կենտրոն, թե այս վիճակով կրկին կտեղափոխեն բանտ։ Կարևոր է, թե ինչ բժշկական եզրակացություն կտա հիվանդանոցը։ Եթե բազատազրկված անձի առողջական վիճակը նենց լինի, որ մեր կարծիքով դա խնդիր է կալանքի հետ առաջացնում, մենք կդիմենք վարույթ իրականացնող մարմնին, տեղեկացնենք, որ միգուցե եւ նա ունի այնպիսի հիվանդություն, որը համապատասխանում է կալանքի եւ կամ բաժի հետ կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին։
Իրավապաշտպան քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը պատկան մարմիններին հիշեցնում է այս տարեսկզբին արձանագրված մահվան դեպքը բանտում, երբ անձը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ուներ եւ չպետք է գտնվեր կալանքի տակ, սակայն բյուրոկրատական քաշքշուկի պայմաններում մահացավ անազատության մեջ։ Այս ամբողջը ուղղված է նաև փաստորեն հասցնելու մարդկանց մահվան դուրը, առողջ արձագանքելով այն բոլոր խնդիրներին, որոնք նրանք ունեն առողջական տեսանկյունից եւ միջգերատեսչական համագործակցության եւ ճկունության կիրառման։ Շատ թույլ է։ Եվ մինչ պատրաստ կլինի Սուրեն Մուրադյանի բժշկական եզրակացությունը, կալանավորը կշարունակի մնալ հիվանդասենյակում քրեակատարողական ծառայության 2 աշխատակիցների անմիջական հսկողության տակ։